Երկենք միասին, կարենք մեր ձեռքեր բարձրացնենք եւ ասենք Հիսուս քաղցրե քո անունը։ Հիսուս քաղցրե անունը, սիրելի փրկիչ, արածար Հիսուս քաղցրե անունը, Հիսուս քաղցրե անունը, սիրելի փրկիչ, արածար Hallelujah.
մեծարում եք մեր Տերը։ Մի սուրբ տեղ կա խաղաղության, Աստծո սրտի մոտ, մեղքի ցավից ազատ է այն, Աստծո սրտի մոտ, Ո բրկիչ Հիսուս օրհնյալ, արդ քեզի եկարոտ, օգնիր ամենից մնալ, Աստծո սրտի մոտ, մի սուրբ տեղ կա անգստության, Աստծո սրտի մոտ, փրկչին ու մեր ժամադրավայր, Աստծո սրտի մոտ, Ո բրկիչ Հիսուս օրհնյալ, արդ քեզի եկարոտ, օգնիր ամենից մնալ, Աստծո սրտի մոտ, մի սուրբ տեղ կա ազատության, Աստծո սրտի մոտ, արցանցում կա հավերժական, Աստծո սրտի մոտ, Ո բրկիչ Հիսուս օրհնյալ, արդ քեզի եկարոտ, օգնիր ամենից մնալ, Աստծո սրտի մոտ, Աստծո սրտի մոտ։ Հալելույա, սա մեր աղոթքն է, որով Տեր թույլ որ մնանք քո սրտի մոտ, լսենք քո սրտի ձայնը, հասկանանք քո կամքը եւ քայլենք այդ ուղղության մեջ։ Հալելույա։ Ինչպես բարեկամ է Տերը, միշտ մեզի կհամբերե, կներե մեր անցանքները, մեր վշտերն էլ կկրե, Քրիստոնյա արտոնությունը, այս է մեզ ուրախարար, քո ամեն փորձառություն
լսում եմ ձայնը քո մեկ անգամ էլ երգենք բնակվում ես ինձ մեջ և առաջնորդում ես ինձ քո խորհուրդներով դու քայլում ես միշտ ինձ հետ ես լսում եմ ձայնը քո դժվարության պահին և նեղությունների մեջ մխիթարում ես իմ հոգին և օրհնություն պարգևում Սուրբ Հոգի մխիթարիչ Սուրբ Հոգի մխիթարիչ Սուրբ Հոգի մխիթարիչ դու բնակվում ես ինձ մեջ և առաջնորդում ես ինձ քո խորհուրդներով դու քայլում ես միշտ ինձ հետ ես լսում եմ ձայնը քո դու բնակվում ես ինձ մեջ և առաջնորդում ես ինձ քո խորհուրդներով դու քայլում ես միշտ ինձ հետ ես լսում եմ ձայնը քո դժվարության պահին և նեղությունների մեջ մխիթարում ես իմ հոգին և օրհնություն պարգևում Սուրբ Հոգի մխիթարիչ Սուրբ Հոգի մխիթարիչ Սուրբ Հոգի մխիթարիչ Հալելույա մեր Տերը անդադար պատրաստ է մեզի մխիթարելու համար նա այդ ամուր ժայրն է որի վրա կանգնած ենք ամեն Հիսուս դու ես իմ Տերը գնել ես ինձ քո արյունով Հիսուս դու ես իմ Տերը օծել ես ինձ Սուրբ Հոգով Հիսուս դու ես իմ Տերը գնել ես ինձ քո արյունով Հիսուս դու ես իմ Տերը օծել ես ինձ Սուրբ Հոգով Հիսուս դու ես անջայրը որի վրա կանգնած եմ ես եթե ջրերը կան և կամին փչեն դու պահապան կլինես դու պահապան կլինես Հիսուս դու ես անջայրը որի վրա կանգնած եմ ես եթե ջրերը կան և կամին փչեն դու պահապան կլինես դու պահապան կլինես երբ ես քայլում եմ այս երկրում տեսնում եմ գործերը քո երբ ես նայում եմ այս երկնքին տեսնում եմ փառքը քո երբ ես քայլում եմ այս երկրում տեսնում եմ գործերը քո երբ ես նայում եմ այս երկնքին տեսնում եմ փառքը քո Հիսուս դու ես անջայրը որի վրա կանգնած եմ ես եթե ջրերը կան և կամին փչեն դու պահապան կլինես դու պահապան կլինես Հիսուս դու ես անջայրը որի վրա կանգնած եմ ես եթե ջրերը կան և կամին փչեն դու պահապան կլինես դու պահապան կլինես ամբողջ իմ սրտով Պարգեմ քեզ տալիս ամբողջ իմ սրտով ամբողջ իմ սրտով ամբողջ իմ սրտով Պարգեմ քեզ տալիս
Այսօրերում իման մեկ Պարսկաստանում շատ խառնիճաղանջ կացություն կա, տեղի ունի, որ մենք աղոթելով բարեխոսենք նրանց համար, որ իման մեկ բավականին թիվով մարդիկ սպանվել են։ Տերոջ ներկայությունը, ողորմությունը խնդրենք Պարսկաստանի համար, մխիթարության խոսք ուղարկենք իրանց համար եւ Տերից խնդրենք, որ բերի ազատություն Պարսկաստանում։ Իման մեկ բավականին հավատացյալներ բանտերում են, բավականին մեկերն սպանվել են, բավականին սպառնալիք կա եկեղեցու դիմաց, նրանք ամբողջապես բորբոքված են տարիներ է եկեղեցու հակառակ, այդ դևային հոգով եկեղեցու հակառակ խոսում են, քայլեր են վերցնում եւ շատ հավատացյալերին այդպեսով ճնշում են ու այդ դևային կացություն է։ Թույլ տվեք ոտքի կայնենք, մի քանի րոպե սրտանց աղոթելով, Տերից խնդրենք իր ողորմությունը, իր իջամտությունը, խնդրենք, որ Տերը իր աստվածային շնորհքովը մեջտեղ գա, Պարսկաստանի համար բերի ազատություն։ Տերոջ սուրբ ու բարի ձեռքը Պարսկաստանում հայտնվի, ժողովրդի կյանքում հայտնվի, հատկապես դրանք, որ բանտերում են, հավատացյալ մեկերը հատկապես, ճնշումի տակ են, անարդար ձև իրանց հետ վարվում են։ Ով բարի ու սուրբ Տեր, ով օշնյալ փրկիչ, ով սուրբ Տեր։ Մենք թանկարժեք ու փառավոր Տեր ունենք, որ նա կյանքի ակն ու աղբյուր է, նա ճշմարտության ակն ու աղբյուր է, եւ որքան ավելի իրան ճանաչում ենք, ավելի իր ներկայությունից առնում ենք կյանք, լիություն եւ օժտություն։ Մենք նախանցյալ կիրակի, ուրեմն անցյալ կիրակի նշան եղբայրը մեզ համար Տերոջ խոսքից մաս բերավ, նախանցյալ կիրակի կարելի է խնդրեմ այդ սլայդը տակ, այո, այսեր, որ ձեզ տամ ապական եւ հույս էս թեմայի վրա խոսեցին, եւ խոսեցին, որ այն հույսը, որ սուրբգրային է, աստվածային է, այսինքն Աստծոց աղբյուր առնում։ Հույսով է, որ այս խոսքի ավարտին ես կարողանամ այն ներշնչեմ ձեզ, որ դուք հասկանաք քրիստոնական հույսը, քրիստոնական կյանքի հետևանքը եւ այդ փրկությունը, որ մենք ունենք, ինչքան կենսական ու թանկարժեք է։ Եվ այս նախանցյալ կիրակի խոսելով խոսեցին, որ Տերն ասված ձեզ համար ապակա տամ, այսինքն ձեր ապական երջանիկ ու բախտավոր կելի, եթե նվիրված եք ինձի։ Իսրայել ազգը մեղքերով բռնված էր, անտեպ Աստծոն հեռացած էր, կռապաշտությունով բռնված էր, Տերը ամենին նրան տվավ Նաբուկոդնոսոր թագավորի ձեռք աքսորեց, ուղարկավ հեռու երկիր։ Մարգարեի բերանով նրանց հետ խոսեց Երեմիայի միջոցով, որ ինչ է ձեր ապականին ձեռքում է, ես ամեն անում եմ դեպի բարին կվերջացնեմ։ Այսինքն մատ աստվածային ձեռք կա մեր կյանքում, որ խնդիրները այնց է ղեկավարում, որ մեզի հասացնե այն լավ վերջակետին։ Ամեն մեկս մեր կարողության, մեր հատկություններով եւ մեր պայմանների համաձայն հասնենք այն նպատակին ամենանտիրն ու լավն ու բարին։ Եվ այդ հրաշալի է, որ Աստված իր իմաստությունով այդ անում է։ Եվ ասում է ձեզ տամ ապական եւ հույսը։ Եվ խոսեցինք հույսը մարդկային հույսից ինչ տարբերությունն է, այն հույս, որ մարդիկ ունեն, եւ այն հույս, որ Աստված է տալի, տարբերություններն ինչ է։ Տարբերությունը ասանք, որ մարդկային հույսի աղբյուրը մարդն է։ Մարդի պայմաններին է կապոտում։ Եթե ամեն ինչ լավ է, ամեն ինչ մեր սրտով է, մենք հույս ունենք, ուրախ ենք։ Եվ այսօր պետք է խոսեմ խաղաղության մասին, խաղաղ ենք, որտեղ այդ ամբողջ պայմանները եւ մարդկորեն վիճակից աղբյուր առած ըտրանք է տալի։
Բայց աստվածային հույսը կապ չունի պայմաններին, կապ չունի վիճակներին։ Երբ որ դու նվիրվում ես Աստծուն, Աստծոս մատ հույսը, մատ խոստում է, մատ ապագա է կարգվում քեզ համար, որ այն Աստծուց աղբյուր առնում։ Եվ Աստված էր, որ ժողովրդին տարավ գերի, թույլ տվավ գերի գնան, եւ ինքը ժամանակին, ասել է 70 տարի, ճիշտ 70 տարից հետո Դանիելը երիտասարդ տղա էր գերի գնաց, հետո ծունգի եկավ հետոներ, երբ որ Աստծո խոսքը կարդում էր, մարգարեական գրքերը կարդում էր, տեսավ Երեմիան մարգարություն արի, որ իմ ազգը 70 տարուց հետո գերությունից կվերադառնա։ Եվ սկսավ աղոթել, որ Տեր, ուրեմն ժամն է, որ իմ ազգին վերադարձնես։ Եվ Տերը նույնը արավ, բայց դրանից ավելի մեծ հույս տվավ Դանիելին, որ Դանիել Մեսայան կգա, ապագայի ամբողջ խորհուրդները սկսավ Դանիելի համար պարզել եւ ասավ ամբողջ խնդիրներ, ես մեծ ծրագիր ունեմ, մեծ պլան ունեմ։ Ամբողջ աշխարհի եւ ամբողջ մարդկության համար։ Դանիելը խնդրում էր քիչ իր ազգի համար, բայց Տերոջ մարգարական խոսքը շատ ավելի ճոխ ու առատ ու շատ ընդարձակ էր։ Ամբողջ ազգերի երկրի ժողովրդի համար եւ Մեսայայի փառավոր գալստյան մասին սկսավ Դանիելի մարգարական խոսք տալ։ Հիմա այդ Տերը աշխարհի համար մեծ ծրագիր ունի, անցյալ անգամ ասամ, որ այս աշխարհի ղեկավարները, քաղաքականները, նրանք որ գիտնականներ են, նրանք որ այդ հիմնակարերն են աշխարհի մտածելակերպը ղեկավարում, մի հատ նպատակ են ուզում աշխարհի համար, որ դրդում են վիճակները տեղ հասնի։ Եվ մեծ մասը անաստվածություն է։ Եվ տանում են տեում այդ գլոբալիստ, մեծ աշխարհը հրճակ, մեծ կացության, որ ամեն ինչ ենթարկվի մեծ իշխանության։ Բայց այն կողմից Աստված էլ մեծ ծրագիր ունի, որ ամեն ծունկ Հիսուսի ներկայությամբ ծալվի եւ Հիսուսին հաղթություն շնորհե մեղքի վրա եւ մահի վրա հաղթություն տա։ Մենք մեղքի վրա հաղթություն ունենք։ Մահը դերևս իր քաշքշոցներն ունի մարդկանց կյանքում եւ մենք դերևս պետք է մահվան շոկի ձորից անցնենք, բայց պահ կգա, որ արդեն մենք հափշտակված մահից ազատված մահն էլ կպարտվե։ Եվ այդ ժամանակ ասում ամեն ինչը ուղղակիորեն Հիսուսի իշխանության տակ կգա։ Այսինքն Հայր Աստծո ծրագիրն է դա, որ ամբողջ մարդկության հասացնի մետեղ, որ լսեն Հիսուսի մասին եւ ծունգեր ծալվի Հիսուսի ներկայությանը։ Եվ ամեն ծունկ կծալվի, մեկը նստիպած կծալվի, մեկը հավատքով կծալվի։ Եվ կդավանե, որ նա Տեր է։ Եվ այդ Աստծո ծրագիրն է։ Հիմա մենք որ ուղղությամբ ենք այնի, այն ուղղությամբ, որ աշխարհիկ մարդիկ են մտածում, կամ այն ուղղությամբ, որ Տեր Հիսուսն է ծրագրում եւ Հայրն է ծրագրել։ Եվ իհարկե, որ մենք նվիրված ենք Հայր Աստծո կամքին եւ այդ ենք աղոթում, Հայր քո կամքը լինի, այնպես որ երկնքումն գետնի վրա էլ նույնը գա։ Եվ այդ աղոթքը կիրականանա եւ մի օր այդ կատարյալ հաղթության Աստված կհասնի։ Աստված իհարկե որ հաղթական է, մարդը պարտության է ենթարկված եւ նա կպարտվե։ Թեև ժամանակավորապես կարելի է մարդը հաջողակ երևա, բայց վերջնականը հենց այդ որ Աստված ասում է ես համար կտամ ապագա եւ հույսը։ Okay, թույլ տվեք անցնենք այսօրվա նյութին, որ տեսնենք ինչ է ուրեմն ես այս թեմայի շուրջ ձգեցվեմ խաղաղություն։ Խաղաղություն ինչ է։ Հիսուս Տերն ասավ ես իմ խաղաղությունն եմ տալի ձեզի։ Այդ ինչ խաղաղություն էր, ինչ է խաղաղություն էր։ Արդյոք խաղաղություն մենակ մեծ հանգիստ է, երբ որ մենք հոգնած ենք, քաշքշոցերից դու արդեն շատ հոգնած ջարդված ենք, գալիս ենք բասկաթորի վրա նստում ենք, հանգիստ ենք առնում այդ խաղաղություն։ Հիսուս այդ խաղաղությունն է տալի, այն խաղաղություն, որ Հիսուսն է տալիս, ինչ խաղաղություն է, եւ ինչ տարբերություն ունի աշխարհիկ խաղաղության հետ, այդ որ մարդկորեն մարդիկ կարող են ստանալ։ Եվ երբ որ մենք այս խնդիր ավելի ըմբռնենք, ավելի պետք է տեսնենք, որ մեր հավատքը ինչքան թանկարժեք է։ Մեր նվիրումը Հիսուսին ավելի պետք է շատանա, ճոխանա, որպեսզի մենք հասկանանք, այդ ինչ օրհնյալ կացության ներսն ենք։ Մենք ով ենք։ Եվ այդ ամբողջը մեզի կառաջնորդի ավելի խորը խաղաղության եւ հանգստի ներսը։ Թույլ տվեք Տերոջ խոսքից մի մաս նայենք, Մատթեոս ավետարան 11-րդ գլուխ 28-30 համարները ճանաչված համարներ են։ Տեր Հիսուսն ասում է. Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ եւ բեռնավորվածներ եւ ես հանգիստ կտամ ձեզ կամ խաղաղություն կտամ ձեզ։ Ձեզ վրա առեք իմ լուծը
Եվ ինձանից սովորեցեք, որովհետև ես հեզ եմ եւ սրտով խոնար, եւ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Որովհետև իմ լուծը քաղցր է եւ իմ բերը թեթև։ Այս ինչ հրաշալի կոչ էր Տերը տվավ։ Ուրեմն այսօր պետք է տեսնենք խաղաղությունը ինչ է եւ այդ խաղաղություն, որ Տերը տալիս է, ինչ խաղաղություն է։ Առաջնահերթ իմանանք, որ Աստված խաղաղության Աստված է եւ մխիթարությունների Աստված է։ Սուրբը շատ է շեշտում։ Ամեն մխիթարությունների Աստվածը ձեր նեղությունների ներսը մխիթար է։ Այսինքն նրանից գալիս է մխիթարության։ Առաջնահերթ պետք է իմանանք, որ Աստված մխիթարության եւ խաղաղության աղբյուր է։ Եվ այդ կարևոր է, որ մենք իմանանք, Տերն է ամբողջ մխիթարությունների եւ խաղաղությունների աղբյուրը։ Բայց գալով այս համարի վրա ասում է, ինձ մոտ եկեք, Տեր Հիսուսը կոչ է տալի, եկեք ինձ մոտ, ամեն վաստակածներ, բեռնավորվածներ, ես ձեզ հանգիստ կտամ, որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Ինձ մոտ եկեք, որովհետեւ ես հեզ ու խոնար եմ։ Գիտեք, շատ ժամանակ մեր խոսքերը կարևոր է ինչ ենք խոսում։ Ուզում ստեղած օգնեմ ձեզի իմանաք, որ մեր ներսում երբեմն ինչ անցում։ Մեր բերանի խոսքերը ցույց է տալ, որ մեր ներքին աշխարհքն ինչ է։ Մի ժամանակ կա, ես այս բանը տարբեր ձևի խոսացել եմ, որ մի ժամանակ կա մեր խոսքերը հավատքի խոսքեր են։ Հավատքով խոսում ենք, հավատքով ուրիշներին դրդում ենք եւ դրական խոսք կա մեր բերանում։ Մի ժամանակ կա, որ մենք մեր խոսքերը անհավատությունից է խոսում, կասկածներից է խոսում, տկարությունից է խոսում, չելնելուց է խոսում։ Այսինքն եթե մեր սրտում հավատ կա, հավատքի կրակ կա, մեր բառերը ցույց են տալի։ Եվ դրա համար կարևոր է սիրելիս դու ինչ ուղղությամբ ես խոսում։ Մի ժամանակ եթե դու հավատքի ուղղություն ես վերցնում, պետք է բացասականությունները կանգ տաս եւ դրանք լեզվի չբերես, որտեղ ինչ քո լեզվում զորություն կա։ Կամ կյանք է բերում, կամ մահ է բերում։ Բացասականությունները մահ են բերում։ Ուզեմ ստացենք կետին ասնեմ, որ Հիսուս ասում է ինձ մոտ եկեք, ես իմ ներսում ինչ ունեմ, հեզ ու խոնար եմ։ Եվ իմանում եք երկրորդ կետն ինչ է, երբ որ մենք խոսում ենք։ Մենք երբ որ խոսում ենք, մեր խոսքերի ներսը երկու ուրիշ ուղղություն էլ կա։ Կամ ուրիշների կապակցությամբ ինչ ենք անում, արհամարում ենք, մեղադրում ենք, քննադատում ենք, պակաս ենք բռնում, հարցաքննություններ կա եւ ուրիշներին արհամարում ենք, այսինքն մեր բառերի ներսը կարող է այդպեսի լինի։ Կամ հակառակը, մենք մեր բառերի ներսը հարկանք կա։ Ուրիշներին հարկանք ենք տալի, քաջարում ենք, իրանց լավություններն ենք խոսում եւ դրական արտահայտություններ կա։ Եվ այդ ձևով մի ժամանակ կա մեր բերանի խոսքը դրական է, ուրիշների համար ինչ քաջարերական բառեր է։ Հիմա Տեր Հիսուսը այս հատկությունն ունի, որ խոնար է, իր բառերի ներսը վիրավորիչ բառ չկա։ Կոշտուկովիտ բառ չի ներկայացնում։ Երբ որ դու Հիսուսի խոսքերը լսում ես, ավելի մխիթարվում ես, ավելի քաջարվում ես, ավելի ուսադրվում ես, որտեղ ինքը ասում է ես հեզ եմ։ Հիմա եթե մենք մեր սրտումը շատ ժամանակ այդ բառերը արտահայտում ենք, ցույց ենք տալ, որ մեր աշխարհքն ինչպես է։ Տեր Հիսուսը մատ նմուշ բերավ խոնարհների մասին եւ ասավ են փարիսեցին, որ կայներ ընդ է, ուրիշներին ասում էր, որ ես սրանց նման չեմ։ Մեղավոր են, ես ծում եմ պահում, աղոթում եմ, 10-րդ եմ տալի։ Մենք կարելի է մեր երևույթը հոգևոր լինի, բայց մեր ներքին աշխարհը փարիսեցիների նման լինի։ Այսինքն միշտ խոսում ենք, որ ես բացառիկ եմ, ես ուրիշ մեկ եմ, ես հոգևոր եմ, ես Աստծո խոսքից լավ տեղյակ եմ, ես եմ, բայցը գալիս ուրիշների մասին, այսինքն այդ փարիսեցիական հոգին երբեմն մեզանում կարող է տիրապետի։ Եվ այդ երբեմն մեզի ցույց է տալ, որ ինչ աշխարհքում ենք, Աստծո խոսքը ինչքան մեր կյանքում տեղ է ճարել։ Բայց Հիսուսը ասա մինչև նա համեստ ու ազնիվ ու խոնար էր։ Եվ այդ էր, որ իր խոսքերն ու արտահայտությունները ժողովուրդը որ լսում էին, հաճում էին։ Մեղավորը գալիս էր Հիսուսի մոտ հանգիստ էր առնում։ Չէր Հիսուսը իրան արհամարում։ Դու ով ես։ Հիսուսն ամեն բան գիտեր։ Բայց ընդունում էր, ներում էր, քաղցր էր, սերով էր։ Եվ այդ ցույց է տալ իր ներքին աշխարհքն ինչպես է։
Եվ դրա համար եմ ասում, որ մեր ներքին աշխարհ, մեր բարերը ներքին աշխարհից է խոսում։ Եվ դրա համար Հիսուս Տերը այդ հատկությունը ուներ, որ համեստ ու ազնիվ, ասում է, ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Եվ դուք հանգիստ կառնեք։ Այսինքն մենք մեկի հետ որ ընկերություն ենք անում, եթե տեսնում եք այդպեսի մտերիմ է, հարազատ է, բարի է, սերով է խոսում, մենք ավելի հաճելի է մեզ համար այդ ընկերություն անելը։ Քան թե մեկի հետ որ անընդհատ մեզի արհամարում է, քննադատում է, մեղադրում է, դու ինչ ես անում, հերես էսպես խոսում, հերը հագուստ էսպես, հերը ընտանիքը էսպես, անընդհատ արձակննում է մեզի։ Մեզ համար հաճելի չի։ Բայց Հիսուսի մոտ որ եթում ենք, այդպես չի վարվում մեզ հետ։ 23 Սաղմոսն ինչ ասում, Դավիթ ասում է Տերն է իմ հովիվ, այսինքն Հիսուսի ընկերություն ուրախությունով ընդունում է, Աստծո ընկերություն ընդունում է։ Հեր, որտեղ ասում է ինձ պաշտպանում է, առաջնորդում է, օգնում է, չի մեղադրում։ Եվ այդ ձևով Տեր Հիսուսն ասում է եկեք ինձ մոտ։ Չի ասում հետևեք այս կրոնին, այս օրենքներին։ Կոչ է տալի մարդկանց իր մոտ։ Գիտեք մի հատ բան ձեզ ասեմ։ Երբ որ մենք գալիս ենք Հիսուսի մոտ, Հիսուսի հետ կապ ունենալու հետևանքով առնում ենք խաղաղություն, առնում ենք հանգիստ, առնում ենք կյանք։ Դրա համար երբ որ գալիս ենք եկեղեցի, երգում ենք։ Կարող է մեկը հետում ուրախ հանդես է հետում, ընդել երգում են։ Նրանք աշխարհիկ են երգում են, գոքեվոր են երգում։ Այսինքն բարերի փոփոխությունը չի, մեր կապն է, նրանք ում հետ կապ ունեն։ Իրանց շնչավոր աշխարհը, իրանց աշխարհի գոքեբանությունը, մենք ում հետ կապ ունենք։ Տերոջ հետ, ոչ թե Աքսելը, Փատրիկը, Ադրիանը ստեղ ղեկավարում են, մեր կապ իրանց հետ չի։ Իրանք միջոց են, որ մենք Աստծո հետ կապը ստեղծենք, այսինքն մենք երկի ընթացքում երթում ենք Հիսուսի ներկայությանը, նրան գրկում ենք, նրան տեսնում ենք, նրան պաշտում ենք։ Եթե այդպեսի անենք, պաշտամունքը մեզ համար շատ թանկարժեք կլինի։ Քարոզն էլ նույնն է քարոզվում է։ Այսինքն քարոզիչը նպատակ չի, միջոց է, որ մենք կենտրոնանանք Հիսուսի վրա։ Մենք միջոցներ ենք։ Միջև ասած Սուրբ Գիրքն էլ հենց այդպեսի է։ Տեր Հիսուս հրեաներին ասավ, որ դուք կարծում եք այս օրենքի ներսը կյանք ունեք, այս գրվածի ներսը չէ։ Այս գրվածը ինձ է վկայում, որ գաք ինձ մոտ եւ կյանք առնեք։ Եվ այդ ձևով ամեն ինչը միջոց են, որ մեկ բան լինի, Հիսուս Քրիստոս Տերոջ անունը փառավորվե։ Կարևոր չի միջոցը եկեղեցին։ Այս վայրը, սուրբ է։ Լավ տեղ է, մեր հաղորդակցությունը շատ թանկարժեք է, բայց Հիսուսի տեղը չի կարող գրավի մեր կյանքում։ Այդ ամբողջը միջոց են, որ մենք կապ ունենանք Հիսուսի մոտ եւ դրա համար ասում է եկեք ինձ մոտ։ Չի ասում գնացեք եկեղեցի, չի ասում, բայց մենք ամենը անում ենք, որպեսզի այդ միջոցով կապում ենք Հիսուսի հետ։ Եվ դրա ներկայությամբ առնում ենք մենք խաղաղություն։ Եվ գեղեցիկա, որ Հիսուսը խոնար է։ Երբ որ խոնար է, շատ թանկարժեք է մեզ համար։ Մենք հաճում ենք իր ներկայությունը, հալելույա։ Եվ դրա համար, երբ որ գալիս ենք այստեղ, սիրելիներ, սովորենք, որ եթանք Տերոջ ներկայությանը երգենք երգում, այդ երգերը մեզ օգնում են, որ Տերոջը պաշտենք։ Հիմա շատ վիդեոներ կա, մեղմիկ նվագներ ա տալի, որ դու կարող ես մտածմունքով եթաս Աստծո ներկայությանը, եթաս երկինք, իրան ներկայությանը, իրան շոշափես, իրան գրկես, իրան սեր հայտնես, իրան պաշտամունք հայտնես։ Այդ միջոցը քեզի օգնում է։ Ուրեմն ամբողջ խնդիրները, քարոզը, մեր եկեղեցի գալը, ծառայություններ, ամեն ինչ ձեռքի ա տալի, որ մենք հասնենք մետեղ, որ ուղղակիորեն տեսնենք Հիսուսին եւ նրանից առնենք խաղաղություն։ Ասամ Հիսուսը խաղաղության ակն ու աղբյուր է, եւ երբ որ մենք իր հետ կապ ենք ստեղծում, այդ խաղաղությունը գալիս է մեզի։ Այդ խաղաղությունը ստանում ենք։ Տեր Հիսուս կոչտվավ ինչ ամեն վաստակազներ եւ բեռնավորվածներ, ամբողջ դուք որ ճնշումի տակ եք, դուք որ հոգնել եք։ Հիմա այս հոգնածությունը մի մաս կարելի աշխարհիկ խնդիրներ էլի, կյանքի քաշքշոցներ էլի, կյանքի դառնություններն էլի, կյանքի ճնշումներ էլի։ Տերը կոչ է տալի եկեք ինձ մոտ։ Բայց ամենակարևորագույն խորհուրդը, որ է հոգնածներ ու բեռնավորվածների ներսը կա, սա է,
Մեկը որ աշխատում է իր գործերով, իր ջանքերով, իր կրոնասիրությունով Աստծո հաճությունը ձեռք բերե։ Այսինքն ինչ? Այսինքն աշխատում ամեն ինչ անե, որպեսզի Աստված նրանից գոհ լինի։ Նվեր ատալի, տասանորդ ատալի, ծառայում, վկայում, որ Աստծո ուշադրությունը գրավե եւ Աստված նրանից գոհ լինի։ Այսինքն այդպես մեկերը որ ջանք են անում, վազում են եւ դերևս չեն բավարարվում, որտեղ չգիտեն արդյոք Աստված նրանից գոհ է, թե գոհ չի։ Հիմա այն որ աշխարհիկ հանգստությունն է, մատ ասած մտային հանգստությունն է։ Բարդ չունեմ, դժվարություններ չունեմ, հանգիստ եմ, խաղաղ եմ, լավ է, այդ խաղաղություն է։ Բայց մի հատ փոթորիկ կամ ինչ խառնվում է։ Մի հատ ճնշում կամ ինչ խառնվում է։ Հիմա աստվածային ուրախությունը որն է, այդ չի որ ես ջանանամ, ես վազեմ, գործեմ, լավագույն անեմ, որ Աստծո սիրտը շահեմ։ Իրականությունը սա է, որ Աստված խաչի վրա ցույց մեզ որքան է սիրում։ Այն ժամանակ որ մենք չէինք ծնվել, չէինք գոյացել, Հիսուս իր կյանքը տալով ասավ, թե այսքան քեզ սիրում եմ։ Այսինքն այդ սերը կապված չի քո գործիդ, կապված չի քո ջանքերիդ, կապված չի քո սրբությանդ, կապված չի քո վկայություններիդ։ Աստված քեզ այդպեսի որ կա սիրում է։ Եվ այս խորհուրդը սկիզբը մեր խաղաղությանը։ Մենք հանգիստ ենք։ Այսինքն հոգնածներ ու բեռնավորվածներ չի ասում որ դրանք որ անդադ վազում են ու ջանանում են աշխատում են Աստծո սիրտը շահեն, մենք ասում ենք դուք որ այդ ամեն արել եք եւ վերջը չեք իմանում ինչա եկեք ինձ մոտ։ Ես ձեզ գրկում եմ այդպեսի որ կա, ձեր մեղքերով գրկում եմ, բայց իմ այդ ընկերություն անող կփոխվի։ Բայց այդպեսի որ կաս, եկ։ Այսինքն մատ կոչ է, որ ասում է եկ, Տերն ընդունում է, չի մեղադրում։ Եվ մեր բաժինը ծետի է, որ մենք տեսնենք Տերոջ կոչը, իման մենք մեր խաղությունը այն ժամանակ է պղտորվում, որ մենք ապակայից վստահ չենք։ Մենք ինչ ժամանակ ենք անխաղաղ, շփոթված, որ չենք իմանում ապական ինչ կելնի։ Աշխարհիկ ժողովուրդը, եթե ամեն ինչ տեղի ելնի հանգիստ են, բայց եթե շփոթություն կա, հիվանդություն կա, մահ կա, մահի դիմաց ինչ են անում, չգիտեն ինչ են անում, չգիտեն որտեղ են երթում։ Բայց հավատացյալը քանի հատկություններ ունի։ Մեկ ունի մհատտեր, որ իրան երբեք ու երբեք չի թողնում։ Դու երբեք մենակ չես կարող մնաս, որտեղ Հիսուսը մինչև քո կյանքի վերջի վայրկյանները քեզ հետ է։ Մենք մտահոգ ենք հիվանդության ներս, հիվանդություն եկավ, չկալություն եկավ, անգործություն եկավ։ Տեսեք, Հիսուսը չի ասում, որ դες ամեն ինչ օքեյ կելնի, հիվանդ չես ելնի, մենակ չես ելնի, անփող չես ելնի, այս դժվարությունները չես ելնի, այդ չի ասում։ Ասում է ես քեզ հետ կելնեմ, մեն անգամ մենք Մովսեսի մասին քարոզեցինք։ Մովսեսը ասավ դե թվախոս մեկն են լեզուս չի գալի ես փարավոնի մոտ կայնեմ ինչ խոսամ, ասավ գնա ես քո լեզվի դեդ կելնեմ։ Այսինքն Հիսուսի ներկայությունը օգնում է որ մենք դժվարության ներսը կարողանանք գամփերենք, նեղության ներսը կայուն ելնենք, հիվանդության ներսը մնայուն վիճակ ունենանք, թեև էլ չբժշկվենք։ Մահի շուքի ներսը հույս ունենք Տերոջ ներկայությանը գնալու եւ իր հետ ելնելու։ Այսինքն տեղ որ մարդիկ արդեն հուսահատվում են, իրանց կյանքի ճրագն հաշկում է, ել ոչ մետեղ չունեն ձեռնասություն, նոր մեկ թարմանում ենք, արդեն սպասում ենք փառավոր երկնքին, Հիսուսին հանդիպելու։ Եվ այդ որ հավատացյալին ինչ է տալի, խաղաղություն է տալի։ Այսինքն այս խաղաղությունը շատ ավելի խորը խաղաղություն է, քան այն որ մենք ժամանակավոր պայմաններ լավ է ունենք։ Այդտեղ լավ է, ված չի, մենք մարդ ենք։ Շատ ժամանակ մարդկորեն են խնդիրներ նայում։ Մարդկորեն խնդիրները մեզ ուրախացնում է, պատաշնորհ մեզ տխրեցնում է, բայց դրանք ամեն առերեսային են։ Այն խորը խաղաղությունը, ուրախությունը, այն աստվածային ներկայություն որ կա, այս ամեն խնդիրներից բարձր է։
Դրա համար Փիլիպպեցիս թուղթում կա Պողոս առաքյալ գրում է, որ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է ձեր սրտերը խաղաղության ներսպայ։ Այսինքն այդ խաղաղությունը մենակ զգայուն խաղաղություն չի, մենակ երեսային խաղաղություն չի, մատ խաղաղությունը, որ մեր հոգում տիրապետում է։ Շփոթություն ասեք երբ է գալի, անխաղաղություն երբ է գալի, Եժանգո չենք անում մենք ապական ինչ կերնի։ Այո, հավատացյալը չի կարող ապական կոնտրոլ անի, որ ամեն ինչ լավ կերնի, ամեն ինչ տեղին կերնի։ Հիվանդություն չի գա, դժվարություն չի գա, մահ չի գա, չի այդ կոնտրոլ, չի կարող տիրապետի դրանց վրա։ Բայց կարող է մեկի հետ ելնել, որ այնիկ հաղթական է։ Հիսուս Տերն ասավ, նեղություն կելնի աշխարհում դեզ համար, բայց ես հաղթել եմ եւ դուք էլ սրտապինդ եղեք, քաջասիրտ եղեք։ Դուք էլ կհաղթեք։ Այսինքն աշակերտները հենց այդ պահին, որ արդեն հասնում էին խաչի, Հիսուս պետք է խաչվեր, սրանք ալեկոծվածին, շփոթվածին, Տեր Հիսուս նրանց ասավ, որ ձեր սրտերը չխռովի։ Եվ այդտեղում սկսավ խաղաղություն խոսալը, որ ասավ ինձանում խաղաղություն ունեք։ Տեսեք, Տեր Հիսուսը դեպի խաչ էր եթում, ասում է այն ուրախությունը, որ Հիսուսն ուներ, խաչը արհամարեց։ Այսինքն ինչ։ Այսինքն Հիսուսը մատ փառավոր ուրախություն ուներ, հոր կամքը կատարել, մարդկանց փրկության պատճառելներ եւ հավիտենականությունը պետք է հազարավոր սուրբերի հետ տելնելը։ Այդ այնքան իրան ուրախացնում էր, ու խաչը ոչինչ չէր։ Հիմա նույն բանն էլ քեզ է տալի, թե ուրախության կապակցությամբ, թե խաղաղության մասին։ Հիսուսը ես իմ խաղաղությունն եմ ձեզ տալի։ Հիսուսի խաղաղությունը ի՞նչ խաղաղություն էր։ Արդյոք Հիսուսը չտխրեց, չարտասվեց, չնեղվեց։ Մետեղ կասում հոգով դառնացավ, որ մարդկանց անհավատությունը տեսավ։ Հոգով պղտորվեց, որ մարդկանց անհավատությունը տեսավ։ Այո, Հիսուսը էդիկ մտային մատ ժամանակավորապես կացություն կար, բայց իր սրտում հոգում այդ աստվածային խաղաղությունն էր, որ Տերոջ կամքի ներսը հաստատ քայլերով առաջ է գնում։ Եվ խաղաղությունը դեպի է։ Այսինքն մեր խաղաղությունը կապված չի շատ այս աշխարհիկ խնդիրներով, մարդկորեն կա, այդ կունենք, բայց հոգևորապես մեր խաղաղությունը այնտեղ է, որ հայրը մեզ սիրում է, իմ մեղքերը ներված է, ես Աստծո զավակ եմ, իմ ապական լավ ու բարի ու օրհնյալ է, եւ իմ համար սուրբերի ժառանգությունն է կարգադրված։ Արդյոք այդ երաշխավորումը, որ դու մենակություններ չես ունենա, հիվանդություն չես ունենա, դժվարությունների չես անցնի, կանցնես, բայց այսիկ հաստատ է, որ Տերը քեզ երբեք չի թողնի։ Իր շնորհքը քեզ համար բավական կլինի։ Եվ այս խաղաղությունն է, որ հավատացյալի կյանքում տիրապետում է։ Երջանկություն է բերում։ Երբ որ մենք այս խաղաղություն ունենք, սա հետևանքով մեր ապրելաձևն է փոխվում։ Դեզի մի հարստան, մի հոգի, որ վրդովված է ու ջղայն է ու ասած կյանքում ձախողվել է, և անտա ձախողության ներսն է, այդպես մեկը մարդկանց այդ հանգիստ ու լավ կխոսա, թե մեկ, որ հաջող ու հաղթական ամեն սրտով է, որը ավելի հանգիստ կխոսեն, այդ որ հաջողված է, չէ, Երբ որ մենք ամեն հաջողություն ունենք, գալիս եք մեկը ջղայնացում, ես կարևոր չի, այսքան հաջողություններ ունենք, այդ մեկը աշխատանք ենք անում։ Բայց երբ որ ամենը վատ են, էլ ասում այլ ընդ առաջի բանին, հիմա խոսքս ինչ է, երբ որ մենք այդ խաղաղությունը ունենք, մեր ապրելաձևը, բարբերաձևը փոխվում է։ Այդ խաղաղությունը պատճառը, որ մենք շուտ չնեղվենք, շուտ չվիրավորվենք, համբերենք, ներենք, քաղցր վարվենք։ Եվ այդ խաղաղությունը մեր ապրելաձևը կարծես ներքին աշխարհից մեզ ղեկավարում է։ Եվ այդ երբ որ որպեսի մենք հավատացյալներ մենք իմանում ենք ով ենք, այդ մեր ով լինելը, որ ով ենք, մեր ապրելաձևը սկսում է փոխելը։ Մեր համբերությունն է շատացնում, մեր մտածելակերպն է փոխում։ Եվ այդ որ հավատացյալները ճնշվում են, հալածվում են, աշխարհը իրանց այդ վատ է վարվում, աշխարհը Աստծո սուրբերին արհամարում է, ծաղրում է, մերժում է, լքում է, քարկոծում է եւ սպանում է նրանց։
Եվ այսօր ինչքան սուրբեր բանտերում են Պարսկաստանում ասանք, այն անգամ մատ լուրերից էր ասում 2000 հոգի հավատացյալներին սպանել են։ Այդ որտե ացա գալի, որ կարող են այդպեսի ներողամիտ են, համբերեն, ճիշտ ապատաժամանակ մարդկորեն բորբոքվում են, բայց դեռևս այդ աստվածային խաղաղությունը, ներկայությունը կա իրանց կյանքում է։ Եվ այդ որ երբ որ մենք այդ խաղաղությունը հանգիստն ունենք մեր ընդհանրապես մեր ապրելաձևը, մեր մոտեցումները սկսում է փոխվել, մենք ուրիշ մարդ ենք դառնում, մենք ուրիշ անձնավորություններ ենք դառնում։ Եթե այդ խաղաղությունը ինչքան ըմբռնում ենք, տեսեք հոգևոր ճշմարտությունները այսպես, երբ որ մենք հույսով լիքը լինենք, միշտ երջանիկ ենք, կապ չունի մեր փոքր դրամապես վնասվենք կամ շահենք, կամ մեր անհաջողությունների ենք հանդիպում, դրանք մեր կյանք չի ալեկոծի, որտեղ մենք հույս ունենք աստվածային, մենք խաղաղություն ունենք երկնային, եւ մենք ուրախություն ունենք, որ գերբնական է։ Եվ այդ որ մենք երջանիկ ենք, այդ մեր երջանկությունը կապ չունի կյանքի բերումներին, այո, մի ժամանակ փառք Աստծո, լավ զավակների համար, լավ ընտանիքի համար, լավ ընկերների համար, լավ եկեղեցու համար, ամեն հարազատների համար, փառք, բայց դրանցից ավելի շատ Աստծո ներկայությունը մեր կյանքում ամենաթանկարժեք բանն է, որ մենք ունենք, եւ դա մեր հավիտենական գանձն է։ Եվ մենք դա երբ որ սկսում ենք ըմբռնել, հասկանալ, դա մեր դրդապատճառը ապրելու ծառայության, այլևս մենք ինչ ենք անում, մեզի չենք համեմատում ուրիշի։ Փարիսեցիների նման չենք մեղադրում, արհամարում, բացասականություն խոսում։ Եվ չենք սպասում, որ մեզի ուշադիրել են, մեզի հարգեն, մեզի չգովեն։ Եթե հանգարցեք իմ մետեղ մի ծառայություն կան, մեր անունը չեկավ, բայց ես ինչ եմ, այսքան բազեր եմ, ուշադիր չեք, այդ չի մտածում։ Բավարար է ինքը, այդքան որ Տերը իր վրա ժպտում է, հերիքս, այդ շատ է, գլխից էլ վեր է։ Եվ իրան երջանիկ է տեսնում։ Կարող է մի բան էլ չունի աշխարհքից, բայց այն երկնային հարստությունը, երջանկությունը, բախտավորությունը իր համար ամեն ինչից բարձր է։ Ամեն ինչից բարձր է։ Եվ դա որ Տերն ասում է եկեք ինձ մոտ, մատ կարելի այդ համարները վերեք, որ ավելի նայենք, Տերն ասում է եկեք ինձ մոտ, ամեն վաստակածներ ու բեռնավորվածներ, ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա առեք իմ լուծը, տեսեք Հիսուս ասում է իմ լուծը վերցրեք, ինձ մոտ արեք, ես ձեզ խաղաղություն կտամ։ Այսինքն այդ կապը Հիսուսի հետ է։ Եվ նրա ասում է իմ լուծը ձեր վրա առեք։ Եվ ասում է իմ բերը թեթև է։ Երբ որ Հիսուս ասում էր իմ բերը թեթև է, այն ժամանակվա փարիսեցիները շատ տարբեր օրենքներ, տասնյակ եւ հարյուրավոր օրենքներ ունեին, որ մարդիկ զգուշելն են, այսպես վարվեն, հազարավոր խնդիրներ, շատ բծախնդիր են, այդ ամենը անեն, դերևս հայտնի չի վստահ Աստված իրանց օքեյ կտա, կընդունի թե չէ։ Ծանր Հիսուսն ասավ, ով փարիսեցիներ, սադուկեցիներ, ժողովրդի գլխին ծանր բեռեր եք դնում, այսինքն դեր պահանջները շատ են իրանցից, բայց մեկ ոք էլ չեք օգնում իրանց։ Հիմա Հիսուսն ասավ ինձ մոտ եկեք, իմ բեռը թեթև, այսինքն ես էլ բեռ ունեմ, բայց իմ բեռը թեթև է։ Հիսուսի բեռն ինչ էր, ասում է իմ լուծը ձեզ վիզին առեք, այն ժամանակ իմանում եք, ընդհանրապես եզը դրա համար որ գետին քանդելու, վարանելու համար էր, երկու հատ ես կարիք էր, մի հատ փայտին դնում, լուծ էր կոչվում, երկու հատ ես միասին այդ բանը քաշում էին, որ այդ գետինը վարեր ու քանդեր։ Հիմա Հիսուսն ասում է ես էլ ձեր կյանքի ընթացքում ինչ ձեզ հետ եմ։ Ցեք ինչքան գեղեցիկ նմուշ է։ Այսինքն մենք ոչ մեկտեղ մենակ չենք, Հիսուսը մեր լծակիցն է, մեր կողքին է։ Այդ լուծը մեծ մասը Հիսուսն ինքն է վիզառնում։ Բայց մենք կարիք ունենք որ տեսնենք Հիսուսի հետ ենք քայլում, Հիսուսի հետ ենք եթում, Հիսուսի մոտ ենք եթում, Հիսուսի լուծն ենք վիզառնում։ Եվ երբ որ մենք Հիսուսի լուծն ենք վիզառնում, ինչ ենք առնում, ասում է ինձանից սովորեցեք։ Հիսուս ինչ ենք սովորում։ Տեր Հիսուսից սովորում ենք ներել, համբերել, քաղցրել ելնել, ժուժկալ ելնել, բարի ելնել, ամբողջ լավ հատկություններ, խոնար ելնել։ Ինձանից սովորեցեք։ Նայեք ինձի, տեսեք ես ինչպես եմ իմ նման ելեք։ Եվ այդ ամբողջ նմուշները մեր դիմաց ունենք։ Եվ այդ
տեսնում ենք, որ ինչքան ընդունված ենք, սիրված ենք։ Սիրելիս, մի հատ բան ասեմ քեզ, եթե դու ջանանում ես, մի գործեր անես, որ Աստված քեզ սիրի ընդունի, դերևս այդ խաղությունից, որ քեզ ասում եմ, հեռու ես։ Այսինքն Եբրայեցիս 4-րդ գլուխում Եբրայեցիս գրողը մի խոսք ասում։ Ասում է Աստված աշխարհ 7 օրն ստեղծեց, 6 օր ստեղծեց, 7-րդ օր հանգիստ առավ։ Այդ հանգիստը ինչ էր։ Այդ չէ որ ես գործավ ու քրտինք թափեց, այդ օրը կասա, հանգստացա։ Իր խոսքն է, որ 7-րդ օր ամեն ինչը կատարյալ էր։ Ինչքան գեղեցիկ տեսարան է, աշխարհ ստեղծվել է, ամեն ինչ սիրուն է, էլ գործ չկանելու։ Հիմա երբ մենք ասում ենք Աստծո խաղության ներսին ենք մտնում, գալիս ենք մետեղ, որ ամեն ինչը կատարյալ է եղել, ամեն գործերն արվել է, քո փրկությունը կնքվել է, դու հավիտենականություն ես ստացել Տերոջ ներկայությանը։ Երբ որ հավատում ես, երբ որ Հիսուսի հետ լծակից ես ելնում, այդ կատարյալ, այսինքն կատարված, փառավոր գործը, մեղքերի թողությունը, հաստատված կացությունը, դու երկնքի ժառանգորդն ես, այդ կացությունը քո համար կնքվել է։ Քո բաժինակ հավատքով վերցնում ես ու ընդունում ես ու Հիսուսի հետ լծակից ես ելնում։ Հալելույա։ Ես մի հատ նմուշա, որ խոսում եմ եկեղեցու մասին, երբ որ հաստատ այդ բանը կարդում եմ, ինձ շատ խոր զգացմունքի բերում ու տպավորություն է թողնում։ Ասում եմ Եստեր թագուհին, երբ որ իրանից առաջվա թագուհին մերժվեց, տարբեր մեկայիններս Եստերն ընտրվեց, գեղեցկուհի էր եւ թագավորին շատ էր սիրում։ Սիրարված էր իր վրա։ Եվ ասում է որ պահ եկավ, որ Եստերը պետք է այդ ժողովրդյան բարեխոսություն անել, այդ թագավորի ներկայությանը նրա ասած օգնությունը պահանջեր։ Երբ որ Եստերը գնաց թագավոր Աքսորես թագավոր Պարսկաստանի թագավորն էր, թագավորն ասավ Եստեր, ինչ ես ուզում, թեև ամբողջ իմ արքայության ու թագավորության կեսն էլի քեզ կտամ։ Այսինքն Էսթերը նմուշ է եկեղեցուն։ Եկեղեցին անհավատալի չափով Հիսուսի մոտ սիրված է։ Եկեղեցի այսինքն ես ու դու ամեն մեկս։ Մենք սիրված ենք Հիսուսի աչքի շատ սիրահարված է մեզ վրա։ Կարող եք աղոթում եք նազով աղոթեք։ Ծմուննթով աղոթեք։ Այսինքն իմացեք ձեզ սիրում է Տերը։ Կարող եք այդ հավատաք։ Տերը այսինքն այդքան մեզ սիրում է, այնքան սիրում է, որ կյանքը տվավ մեզի։ Եվ թագավորը Եստերն ասավ, Եստեր ինչ ես ուզում, քո պահանջը ինչ որ լինի ասա։ Հիմա Տերն է նույնը նա։ Հավատքը իր օրենքներն ունի, մեր ժամանակ մենք ասում ենք կայնում ենք, աղոթում ենք, պետք է կայնենք, դավանենք, հավատենք, ընդունենք եւ դրանք ինչպես որ Տերն ասավ կստանանք։ Պատաժոք դե չենք ստանում, պատճառն է որ մեր թերը հավատություններն է մեջտեղ գալի։ Մեր հոգեվոր խնդիրները լավ մեզանով բացված չի որ ինչպեսի քայլեր վերցնենք։ Բայց խոսքը սա է որ Տերը մեզ սիրում է։ Աշակերտները էս նույնն էր։ Հիսուս աշակերտային ինչ ասավ։ Երբ որ իրան թողան, մենակ թողան, հետ եկավ, երեսներին չբերավ, էլ սիրում էր իրենց։ Եվ իրանց ասավ, որ Իսրայել ազգը 12 ցեղերի վրա է հիմնվել եւ երկնքի դուրը 12 դուրեր են, որ դուք եք։ Ձեր միջոցով ամբողջ աշխարհը առիթաճարում ներս կարգավիճան ներսը, որտեղ դուք իմ պատգամավորները եկեք։ Օ, ինչքան օրհնված են, ինչքան գեղեցիկ էր։ Եվ հիմա այդ Տերը մեզ սիրում է, այդ Տերը շատ օրհնյալ կերպով մեզ սիրում է, մեզ վրա սիրալված է։ Մեր մասը իմանում եք ինչ է, ինչ որ անում ենք Հիսուսի համար, եկեղեցու համար, Աստծո արքայության համար սիրո վրայից է։ Այսինքն չենք անում որ ավելի սիրվենք, այսինքն այնքան Տերը մեզ սիրում է, մենք ուրախությունով մեր կյանքը տալիս ենք իր համար։ Թեև նահատակվենք, թեև բան նստենք, թեև նեղություններ կրենք, թեև դրամները իր համար ծախսենք, ինչ որ անենք, Տեր քեզ սիրում ենք։ Ով է այսօր կայնի ասի, Տեր, ես քեզ սիրում եմ, կյանքս էլ կտամ քեզ համար։ Ժամերս, տաղաններս, ինչ որ անեմ, անպիտան ծառայեմ, այդ ծառայեմ, որ ինչ որ անում եմ, պասողություն չունի։ Ես սիրո վրայից եմ անում ամեն բան։